Հայաստանը նաև կա երկրորդ ճանապարհ, ինչպես Հայաստանը հապկից կարա դուրս գա, եթե մենք տեսնում ենք, որ էսկալացիա չի, Ադրբեջանի կողմից հարձակման հավանականություն աճում է, այն դեպքում եթե հարձակում տեղ ունենա, կապ չունի լայնածավալ կամ ինչ որ մայիս 21 թիվ կամ նոյեմբեր 21 թիվ, եթե հապկը որևէ քայլ չձեռնարկի, նույնիսկ հայտարարություն չլինի, այդ ասեմ հնարավորությունների պատուհան կստեղծի, որ Հայաստանը արդեն ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե հապկից դուրս գա։ Էլ այս ֆինանսական հարցը ինքը կմնա տեխնիկական եւ ոդկանալ ոչ կարևոր։ Պարոն Մելքոնյան, անդրադառնալով ազգային ժողովի կողմից ընդունված Եվրամիության անդամակցելու ցանկության մասին այդ որ նախագծին ինչպիսի հեռանկար կբացվի Հայաստանի համար այսպիսի որոշում, այսպիսի նախագիծ ընդունելուց հետո։ Այս նախագիծը ընդունելուց հետո որովե եվրոպական հեռանկար չկա, որովհետև այս նախագիծը որովե կապ չունի ինտեգրացիայի գործընթացի հետ։ Ինքը նույնիսկ ընդհանրապես կապ չունի candidate status ստանալու հետ։ Այնտեղ կա առանձին կետեր, որը Հայաստանը պիտի ընդունի եւ քայլ առ քայլ Էլ հետո դրանից հետո կարող ենք խոսել, որ Հայաստանում մեկնարկել է ԵՄ անդամակցության օրակարգը։ Այս օրենքը ինքը ըստ ինձ ավելի շատ ներքին բնույթ է կրում, որտեղ բոլոր տեսնում են, որ պատրաստում են 2026 թվականի ընտրություններին, եւ շատ կարեւոր է ըստ որոշում տարբեր մարդկանց տեսանկյուններից, քաղաքական գործիչներից ցույց տալ, որ Հայաստանը եվրոպական ճանապարհով է գնում եւ այս միջոցը կիրառելով ապահովել իրանց հաջողությունը ընտրություններում, բայց ԵՄ անդամակցության հետ այս օրենքը ընդհանրապես որևէ կապ չունի։ Մենք տեսնում ենք մի քանի հատ մարկեր կա, հիմնական մարկերներից մեկը, որ որևէ բարձր պաշտոնյա ԵՄ-ից չի ողջունել, որ Հայաստանը ընդունեց այս օրենքը։ Սա շատ կարևոր մարկեր է, եթե Հայաստանը եւ այս շատ մեծ խնդիր է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների մեջ, որովհետեւ կա մեկ ճանապարհ, որը պետությունները ընտրում են, եթե իրանք ուզում են անդամակցեն ԵՄ, եւ կա պերֆորմանսի ճանապարհ, որ ձև են տալիս, որ ուզում են գնան ԵՄ, բայց իրականում այս օրակարգը շահառում են իրանց ներքին քաղաքական շահերի համար։ Գյումրիի ընտրությունների Եվրադաշինքն էր նաև մասնակցում եւ այդ կոնտեքստում, որ ասում եք, որտեղ այդ կարծիքը կա, որ 26-ի ընտրություններին այսպես իրենց համար գրպանային ընդդիմություն սարքեն, այսպես եվրոպական շղարշի տակ, Գյումրիի ընտրություններում իրենց ձախողումը, սա ինչի արդյունք է, ամեն դեպքում մարդիկ հասկացան, որ Եվրոպա ճանապարհը փակ է, այսինքն որ Հայաստանի տնտեսությունը ավելի շատ կախված է ռուսակ, այսպես ԵԱՏՄ-ից, այս քարոզությունը կամ բացատրական աշխատանքը ազդեց ընտրողների կարծիքի վրա։ Ես կարող եմ գալ մեկ եզրակացության, որ մարզերում արտաքին քաղաքականության օրակարգը այդքան էլ ակտուալ չի։ Մարդկանց չի հետաքրքրում աշխարհաքաղաքական որոշումը։ Եթե մենք խոսում ենք Երևանից դուրս, իրանց հետաքրքրում են առօրյա խնդիրները, որոնք կամ լուծվում են, կամ չեն լուծվում, եւ այն օրակարգը, որը առաջարկում են, որպեսզի այդ խնդիրները լուծեն։ Եվ մարդիկ ոնց ես եմ տեսնում, քվեարկում են ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության կամ աշխարհաքաղաքական որոշման, այլ ներքին հարցերին շուրջ։ Ընդհանրապես կապ չունի։ Պարոն Մելքոնյան, իսկ հնարավոր է մերժել ՀԱՊԿ, գնալ դեպի Եվրամիություն, բայց մնալ ԵԱՏՄ անդամ։ Հայաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ առնվազն առաջկա 10 տարիների ընթացքում։ Դա բացառվում է տեխնիկապես, դա հնարավոր չի։ Ինչ կանել, ինչ որ սիրուն խոսքեր չլինեն։ ՀԱՊԿ-ից դուրս գալը եւ ԵՄ անդամակցությունը իրանք փոխկապակցված հարցեր չեն։ ՀԱՊԿ-ը ինքը անվտանգության մասին է, այո, ինքը անվտանգության պրովայդեր չի այսօրվա Հայաստանի համար, բայց դուրս գալով ՀԱՊԿ-ից Հայաստանը որևէ նոր հնարավորություններ չի ստանում, բայց կարող է ստանալ խնդիրներ։ Եվ փոխկապակցել այս քայլը ԵՄ անդամակցության հետ ինքը ավելի խնդրահարույց կլինի։ Եվ այս կա հարցերը չարժի կապ։ Իսկ ԵՄ-ն ԵԱՏՄ-ին հակադրել է։ Այո, ԵՄ Հայաստանը եւ սա տեխնիկական հայտարարություն, ոչ թե քաղաքական, որ Հայաստանը չի կարող լինի ԵԱՏՄ-ի անդամ եւ ԵՄ-ի անդամակցության օրակարգ վերցնել, որովհետեւ չեն համընկնում տեխնիկական։ Եվ խնդիրը, որը գալիս է Ռուսաստանի կողմից, իրանց տեսանկյունից Հայաստանը փորձում է մնալ ԵԱՏՄ-ում, օգտվելով ֆինանսական եւ այլ հնարավորություններից, բայց կամաց-կամաց շեղվել դեպի ԵՄ։ Սա արդեն քաղաքական որոշման հարց է, բայց ես չեմ տեսնում, որ Հայաստանը իրականում որոշում է կայացել անդամակցել ԵՄ։ Այս հարցը լուրջ օրակարգում չկա։
Պարոն Մելքոյան, աշխարհակահաղական իրողությունների վերաբերյալ որ դեպքում է հնարավոր Իրան-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը եւ հնարավոր է, որ այդ կարգավորման պարագայում Իրանը դառնա հակակշիռ տարածաշրջանում Թուրքիային։ Իրանը արդեն դառնում է հակակշիռ տարածաշրջանում Թուրքիային, երբ որ Իրանը բազմիցս կասեցրեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի օրակարգը, նախ եւ առաջ անցկացնելով զորավարժություններ, երբ որ Ադրբեջանը պատրաստում էր ուժով բացել այդ միջանցքը, երկրորդ առաջարկելով Արաքսի միջանցքը իր տարածքով։ Նկատի ունեմ Իրանը կիրառեց համ ռազմական, համ դիվանագիտական միջոցները, որպիսի պահել ստատուս քվոն եւ դիմադրել Թուրքիային։ Իսկ երբ որ խոսում ենք ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին, ավելի շատ մենք կարող ենք խոսենք էսկալացիայի մասին, բայց այն հնարավորություններ, որը ԱՄՆ-ն ունի մերձավարարվելքում այսօր, բավականի չեն, որպիսի լայնածավալ հարձակում տեղի ունենա։ ԱՄՆ-ն ունի կարիք ավելացնել իր ռազմական ներկայությունը եւ ապահովել անվտանգությունը այն ռազմաբազաներին, որոնք կան մերձավարարվելքում։ Հիմա ԱՄՆ-ն դեռ այդ մակարդակի չի հասել։ Դրա համար խոսել որ լայնածավալ հարձակում տեղի կունենա առաջիկա շաբաթներում արդեն դժվար կլինի։ Եվ երկրորդը, երբ որ մենք խոսում ենք հարձակման մասին, այստեղ հիմնական գործոնը իսրայելական է։ Եվ Իսրայելը հիմա լիովին Գազայի խնդրի մեջ է։ Հիմա իրանց օրակարգը մաքրել Գազան, օկուպացնել Գազայի մի մասը եւ հիմնական ուժերը ռազմատեխնիկան եւ այլն կուտակված կլինեն Գազայում, այլ ոչ թե Լիբանանում, Սիրիայում, առավել եւս Իրանում։